Նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով խանութների ցանց է փակվել։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա իրավասու մարմինները կարող են իմանալ։ Բայց կարծիքով նորմալ է դա, որ Նիկոլ Փաշինյանը Էլ եմ ասում քաղաքականությամբ միգուցե ինչ-որ բան գիտի։ Չեմ կարող ասել։ Խնդիրը այն է եղել, որ խանութում ասել են, եթե կանխիկ գնեք, գինը այլ է լինելու, եթե քարտով վճարեք, գինը այլ է լինելու, միայն դրա պատճառով խանութներից Դա էլ եմ կրկնում միայն քաղաքականությունն է ու ես չեմ զբաղվում դրանցով։ Իհարկե հաճելի չի։ Մեկը ունի, մեկը չունի հնարավորություն, ինչ-որ մի բան պիտի կարգավորել։ Դա չեմ գտնում, որ ճիշտ է, բայց պատճառ ունի դա։ Գոնե պատճառը ասեն ինչու է։ ասեցի արդեն։ Չէ, պատճառը հիմք պիտի լինի, պատճառի հիմքը։ Իր ասելով այդ խանութը զուտ առաջարկել է, եթե կանխիկ է վճարումը, գինը այլ է լինելու ապրանքի, եթե քարտով է այլ, դրա պատճառով Քարտովը գնում է պետության բյուջե դրա համար, հա։ Հա, երևի պետության բյուջեն լցնելու համար է ասում։ 5 պիտի լինի, ինչ ասեմ, թող բարին կատարվի, ինչ էլ որ լինի։ Ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում դրա։ Ոչ իհարկե նորմալ չի։ Բան չի համար է իրանց այդ բոլոր ինստիտուտները, որ որոշեն ճիշտ են, սխալ են, հետո նոր փակեն կամ չփակեն։ Ինքը ոչ մի իրավունք չունի այդպես բան մտածի անգամ, ոչ թե անի։ Չեմ կարող ասել, դժվար։ Նորմալ բան չկա, անցանք ցավը տան։ Խանութների ցանցը, որ խանութների ցանցն է փակվել։ Դա հիմա անուն չասեմ։ Դե չգիտեմ, նայած ինչ պատճառաբանությամբ։ Իր ասելով, որ խանութում ասել են, եթե վճարումը լինի կանխիկ, այլ գին կլինի, եթե քարտով այլ գին։ Նորմալ է։ Չեմ կարծող ասել, լուրջ հիմնավորում է պետք խանութ փակելու համար, կարծում եմ։ Ինչ իմանամ ես, միգուցե ինչ որ չգիտեմ։ Պատճառն այն է, իր ասելով, որ խանութում ասել են, եթե վճարումը լինի կանխիկ, գինը այլ կլինի, քարտով վճարման դեպքում այլ։ Նորմալ է դա ձեզ համար։ Դե նորմալ չի պատասխանել իհարկե աշխատողը։ Աշխատողը ճիշտ չի պատասխանել։ Այսինքն նորմալ է, որ խանութների ցանց է փակվել դրա համար։ Դե եթե նման պատասխան են տվել, նորմալ է։ Փակվել է։ Ճիշտ ասած, այտենց մանրամասներից տեղյակ չեմ, փակվել է թե չէ, բայց որ ասում եք, ինչ ասեմ, եթե խախտումով են աշխատել, միգուցե։ Ասում են պատճառն այն է, որ խանութում ասել են, եթե վճարումը լինի կանխիկ, տարբեր գներ են եղել, կանխիկ եւ անկանխիկ։ Բավարար պատճառ է խանութների ցանց փակելու համար։ Գիտեք, ինչ ես չեմ որոշել, որոշում կայացնողները, եթե օրենքով դա հիմնավորել են, եթե օրենքով դա թույլատրվում է, ուրեմն չեմ կարող, էլի այդպես չեմ կարող, այո, ոչը ինձ չի, էլի, վերապահ, հա։ Խանութների ցանց, ես չեմ լսել այդպես բան։ Փակվել է, բայց նորմալ է դա ձեզ համար։ Ես չեմ լսել, որ լսեմ նոր կասեմ։ Չէ, չեմ կարծում։ Ձեր գալիք նոր տարին շնորհավոր։ Նիկոլ Փաշինյանից ինձ հաշվում է։ Փակվել, դե մի բան կա, որ փակվել է։ Խնդիրն այն է, իր ասելով, որ կանխիկի եւ քարտով վճարման դեպքում գները տարբեր են եղել խանութում, առաջարկել են տարբեր գներ, այդ պատճառով փակել են։ Դե ուրեմն այդ խանութի տերը մի բան անում է, էլի որ փակել է։ Ճիշտ է։ Այդ դեպքում շատ ճիշտ է վարվում վաճառողը, որ իրան զեղչով է տալիս։ Ինքը դրանով օգնում է գնորդին զեղչով առնել, իսկ բանկին փող չի տալի։ Իսկ ինչ վերաբերվում է հարկ վճարելուն, ինքը տակի-տակ իր հարկը վճարում է։ Так что Փաշինյանի տուպոյությունն է, էլի որ ինքը ոնց որ ուզում ասի դու բանկին տուր փողը, իսկ գործարար մարդուն մի օգնի։ Ինքը ահավոր սխալվում է այդ դեպքում։ Ես այդպես եմ կարծում։